Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես ավարտին են մոտենում Նիկոլ Փաշինյանի հյուրախաղերը ազգային ժողովում։ Այս երկու օրվա ընթացքում նա հասցրեց երկու անգամ ուրանալ հայ ժողովրդին։ Առաջինը այն պնդումն էր, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժում այլևս չի սկսվելու։ Ընդհանրապես ով ես դու։ Դուք ես հարցրել ես առհասարակ դու ով ես։ Դու ես որոշում, թե ինչ շարժում սկսվի, դու ես որոշում, թե ժողովուրդը ինչ նպատակներ հետապնդի, ինչ երազանքներ հետապնդի, ինչ ակցիաներ իրացնի, ինչ մեթոդաբանությամբ այդ ակցիաները իրացնի, եւ առհասարակ դու ես որոշում ժողովրդի իղձերն ու ցանկությունները։ Կարող է քեզ թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քո ԿՊԱ-ականներն են, որոնց կարող ես WhatsApp-ի SMS-ներով կառավարել։ Թե մտածում ես Հայաստանի Հանրապետությունը քո հայկական ժամանակի խմբագրությունն է, երբ ժամանակին մտնում էր ու հիստերիկ տոնով գոռգոռում աշխատողների վրա։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետությունը դա ազատ մարդկանցից ձևավորված պետություն է, միություն է, ազատ մարդկանց միավորում է։ Եվ հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որոշում, թե ինչ ակցիաներ իրականացնեն, ինչ շարժումներ սկսեն եւ ինչ նպատակներ հետապնդեն։ Թե մտածում ես 88 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, նախորդ զանգեցին Մոսկվա եւ Կենտկոմից թույլտվություն վերցրեցին այդ շարժումը սկսելու համար։ Բավ է դու քո Ադրբեջանա հաճո, Ալիևա հաճո գործողությունները, ցանկություններն ու քծնանքը փորձես պրոյեկտել հայ ժողովրդի վրա։ Վերջապես որևէ շարժում սկսելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անկախտելի իրավունքն է, սահմանադրական իրավունքն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որոշում ինչ նպատակներ հետապնդեն, ինչ ցանկություններ սահմանեն եւ ինչպես հասնեն իրենց ցանկություններին։ Դու 2018 թվականին խախտելով սահմանադրական կարգը, մանիպուլացնելով հասարակությանը, կեղծ խոստումներ տալով հանրությանը, պարզապես զավթեցիր իշխանությունը։ Եւ այդ իշխանազավթման արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, Արցախը։ Այդ իշխանազավթման արդյունքում դու Հայաստանի Հանրապետությունը երշիկի նման կտրտում ես եւ դնում ես Ալիևի ոտքերի տակ։ Նպատակը շատ պարզ է, որովհետև այս պահին Ալիևն ու Էրդողանն են իշխանության մնալու քո երաշխավորը եւ ինչքան դու հաճոյանում ես նրանց, այդքան ամրապնդում ես քո իշխանության մնալու ժամկետները, համենայն դեպս երկարացնում ես այդ ժամկետները։ Բայց դու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տերն ու տիրակալը չես, դու իրավունք չունես սահմանես նրանց ցանկություններն ու մոտեցումները։ Ի վերջո չափդ պետք է դու ճանաչես։ Հասկանալի է, որ խայտարակ կապիտուլյացիայից հետո դու ել ավելի ես լկտիացել, որովհետև այդ լկտիությունը գալիս է հենց քո վախի զգացողությունից։ Դու շատ լավ հասկանում ես, թե քո հետ ինչ կկատարվի այն օրը, երբ կորցնես իշխանությունը, որովհետև այն օրը, երբ դու կորցրեցիր իշխանությունը, դու կանգնելու ես դատարանի առաջ եւ պատասխան ես տալու շուրջ 5000 զոհերի համար, որը դու համարեցիր անիմաստ, հայտարարելով, որ զղջացել ես, որ ավելի շուտ չես հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս էր։ Հետևաբար դու 5000 մարդու տարել ես կանխամտածված սպանության, այո, դու մարդասպան ես, դու 5000 հայ քաղաքացիներին, Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում, որոնց մեջ կային նաև ազգությամբ մեծ թվով եզդիներ, այդ մարդկանց դու կանխամտածված տարար սպանության։ Եվ այդքանից հետո քո լկտիությունը այն աստիճանի չափ ու սահման չի ճանաչում, որ դու արդեն փորձում ես որոշես,
թե ինչպես մենք պետք է ապրենք եւ ինչ նպատակներ պետք է հետապնդենք։ Բացի այդ, քո այդ պնդումը նաեւ քաղաքական տգիտություն է, որովհետեւ ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքում, ոչ միայն ամրագրված, այլև ճանաչված ողջ աշխարհի կողմից։ Հետևաբար ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները կարողանան կրկին վերադառնալ Արցախ եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երբեք Արցախը չդադարի հայկական լինելուց, որովհետեւ դու հազարամյակներով հայկական Արցախը դատարկեցիր, այնուհետև քո մեղքը գցեցիր արցախցիների գրպանը։ Դու մատին չխփեցիր, երբ Արցախը գտնվում էր ամբողջովին շրջափակման մեջ եւ կանգնած էր ուղիղ ցեղասպանության առաջ։ Իդեպ քո անգործության համար դու Ալիևից արժանացար գովասանքի խոսքերի, որովհետև Ալիևը հայտարարեց, որ մենք ողջունում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը այն օրերին, երբ Ալիևը գրեթե ցեղասպանում էր Արցախի մեր հայրենակիցներին, եւ այդքանից հետո դու քո մեղքը ոչ միայն գցեցիր արցախցիների գրպանը, այլև նրանց մեղադրեցիր չկռվելու մեջ, այն դեպքում, երբ արցախցիները կռվում էին անմնացորդ եւ յուրաքանչյուր ժամ արդեն մոտեցնում էր նրանց ամբողջովին ցեղասպանությանը։ Ի վերջո Նիկոլ Փաշինյան, լկտիությունը չափ ու սահման պետք է ունենա, որը դու կորցրել ես։ Այս երկու օրվա հաջորդ ուրացումը քո այն հայտարարությունն էր, որ սահմանադրությունից անկախության հռչակագիրը պետք է դուրս գա, որովհետև ըստ քեզ այդ հռչակագիրը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Հետաքրքիր է, այդ որ դրույթներն են անկախության հռչակագրի քեզ բերել այն մտքին, որ անկախության հռչակագրի արկայությունը սահմանադրությունում դա Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է։ Անկախության հռչակագրում տարածիորեն գրած է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տերը հայ ժողովուրդն է։ Դու դա ես կասկածի տակ դնում, թե կասկածի տակ ես դնում այն դրույթը, որ հայ ժողովուրդը պաշտպանվելու համար իրավունք ունի ստեղծել զինված ուժեր։ Այո, դու դա ես կասկածի տակ դնում, որովհետև Ալիևը քեզնից բառացիորեն պահանջում է լուծարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, եւ դու անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելով հող ես նախապատրաստում ժամանակի ընթացքում ու իդեպ մոտ ապագայում լուծարել նաև հայոց զինված ուժերը, թե այն դրույթն է ըստ քեզ Հայաստանի Հանրապետության չգոյության պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որովհետև հայոց ցեղասպանությունը դա այն փաստն է, որը ուրացողը դավաճան է սերնդեսերունդ, որը երբևէ ներում չպետք է ունենա, իսկ դու ուրանում ես հայոց ցեղասպանությունը։ Ինչ ես կարծում, երբ որ Իսրայելը պետականորեն հետամուտ եղավ հոլոքոստին, ինչ Իսրայելը դադարեց պետություն լինելուց։ Այո, այդ է քո քաղաքական գիտելիքները, որը ձևավորված է պատառիկներով, թե կրկին դու ցանկանում ես տուրք տալ Ալիևի պահանջներին, անմիջապես կատարել Ալիևի պահանջները, որովհետև էլի եմ ուզում շեշտել, որ Ալիևն ու Էրդողանն են այսօր քո իշխանությունը երկարաձգելու երաշխիքը, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, որ դու թուրք-ադրբեջանական ժողովրդի համար պարզապես նվեր ես երկնքից իջած, քեզ իրավամբ պետք է տան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում եւ քո արձանը կանգնեցնեն Բաքվում, որովհետեւ ոչ մի ադրբեջանցի Ադրբեջանի համար այնքան դրական չի արել, որքան որ արել ես դու, ոչ թե
Ալիևն է իր պատկերացմամբ ճակերտավոր ասած հետ բերել Արցախը, այլ դու ես Ադրբեջանին նվիրել Արցախը եւ հիմա Ալիևի պահանջով փորձում ես լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը, այսինքն դու Ալիևի պահանջով համարում ես Արցախյան հարցը փակված, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը իդեպ նաև կոչված է Արցախի հարցը լուծելու, երբ որ դու հայտարարում ես, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս իմաստ չի ունենա, երբ որ կնքվի խաղաղության այդ չարաբաստիկ համաձայնագիրը, որը չի կնքվելու այսպես էլ, դու դրանով կրկին ցույց ես տալի քո քաղաքական տգիտությունը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն կոչված չէր կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները, ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչված է լուծելու նաև Արցախյան հարցը։ Դու կամ քաղաքական տգետ ես, այդքանը չես հասկանում, կամ պարզապես դավաճան ես, որովհետև դու ինքդ ես հայտարարում, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի եւ Ղարաբաղյան շարժում չի կարող լինել։ Հետևաբար լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը դու Արցախի հարցը փորձում ես փակել նաև միջազգայինորեն։ Սիրելի ժողովուրդ, այլևս որևէ կարիք չկա այսքան մանրամասը թվարկելու այն ողջ աղետները, որը Նիկոլ Փաշինյանը բերում է հայոց պետականության ու մեր գլխին։ Կա մեն միակ ճանապարհ, այս մարդուց հրաժարվելը, այս մարդուց օր առաջ ազատվելը, որովհետև այս մարդը ոչ միայն պղծեց մեր ազգային արժեքները, ոչ միայն փորձում է ուրանալ ու բոլորի ստիպել ուրանալ հայոց պատմությունը, ոչ միայն մեր հայրենիքը մասնատում ու նվիրում է Ադրբեջանին, այլ այսօր նա հավակնում է մեզ հրամայել, թե մենք ինչ մտածենք ու ինչ անենք։ Հասկանում եք, եկել է պահը, որպեսզի մենք բոլորս հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունը վարչապետի պաշտոնին այլևս մեր ինքնասիրության հարցն է, որովհետև երբևէ ոչ ոք մեզ չի փորձել ստիպել, ինչպես մենք մտածենք, իսկ այս մարդը հայ ժողովրդի հետ փորձում է վարվել այնպես, ինչպես իր կամակատար ԿՊԱ-ականների հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։